բայց եթե ֆունկցիա է խախտված, դա կսպասի։ Եկել ես այդ մտքին, որ դու այդ միջամտությունը պետք է անես, պետք է ընտրել թանկը։ Ու մարդիկ դիմում են նաև մի հատ էլ ֆունկցիան վերականգնենք։ Բարև ձեզ, ես դիմացանոթային վիրաբույժ Ավետ Վարդայանն եմ, Մեդիկարմի հիմնադիրը։ Այսօր բժիշկ Կարեն Հակոբյանի հետ խոսելու ենք իմպրովիզացիոն թեմաներով հենց նեղ մասնագիտական դիմացանոթային վիրաբուժության մասին։ Կարեն ջան, բարի օր, ո՞նց ես։ Բարև ձեզ, լավ եմ, Ավետ ջան, դու ո՞նց ես։ Լավ, շնորհակալ եմ։ Ուզում եմ մի հատ քեզ ներկայացնես, կարճ, երկար, ոնց կուզես։ Երևի ամենա հեշտը կլինի, որ ներկայանամ, որ 2001 թվականից ընդունվել եմ բժշկական համալսարան, բժշկական կրթության եւ մինչեւ հիմա սովորում եմ։ Դիմացանոթային վիրաբույժ ավարտել եմ ստոմատոլոգիական ֆակուլտետը, հիմա էլ սովորում եմ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում, լինելով բժշկական գիտությունների թեկնածու, մոտավորապես 15-16 տարի դասախոսական փորձով։ Ներկայումս կատարում եմ վիրահատություններ, դիմացանոթային շրջանի էնդոսկոպիկ միջամտություններ եւ իմպլանտոլոգիա, էսթետիկ միջամտություններ։ Շատ լավ։ Կոլեգաներ ենք, երկուսը դիմացանոթային վիրաբույժ ենք։ Արի մի անգամից անցնենք մեր հիմնական ցավոտ թեմաներին։ Ինչ են մարդիկ դիմում պլաստիկ վիրահատությունների ավելի սրտանց ուրախությամբ, քան ֆունկցիոնալ միջամտությունները, երբ որ ֆունկցիոնալը իրենց կյանքի որակի վրա շատ ուղիղ ազդում է, օրինակի համար, չեն կարող նորմալ ծամեն, կծվածքը նորմալ չի, որը վիրահատական միջամտություն է պահանջում, բայց էսթետիկան պետք է լինի լավը։ Այդտեղ շատ հետաքրքիր կոնցեպտի մասին կարելի է խոսել, որը փաստացի բժշկի կողմից խախտվում է։ Մենք բժշկական համալսարանում սովորելու ընթացքում ամենակարևոր առանցքը, ինչի շուրջ պետք է կառուցենք բժշկագիտությունը եւ բժշկական աշխատանքների ծավալումը, դա մի վնասիրն է։ Եվ այստեղ էսթետիկ միջամտությունները, հատկապես այն էսթետիկ միջամտությունները, որ մարդը ինքն դուր չի գալիս եւ ուզում է փոխել, ստիպում է բժշկին ընտրություն կատարել, վնասել եւ չվնասելու արանքում եւ հաստատի ընտրում է վնասելը։ Ինչի, որովհետև միջամտություն է անում, որը առողջական հիմնավորում չունի։ Սուտ էսթետիկ միջամտությունների առումով եմ սա ասում։ Իսկ թե ինչի են մարդիկ ավելի շատ գնալով նախընտրում էսթետիկ միջամտություններին առաջնահերթություն տալ, քան թե եթե ունեն ֆունկցիոնալ խնդիր դա լուծեն, էսթետիկայի համար պատրաստ են մեծ ծախսեր անել, մեծ ժամանակի կորուստ, բայց եթե ֆունկցիա է խախտված, դա կսպասի։ Ինձ թվում է, որ դա էլ ժամանակակից, չգիտեմ, սոց ցանցերի, չգիտեմ, այնտեղ դերասանական մեծ ֆիլմերի ազդեցությամբ, որ մարդիկ ձգտում են ինչ-որ կուրքերի նմանվել, բայց մյուս կողմից էլ դուք հարց բարձրացեցիք օրթոգնատիկ միջամտությունների կարիքի մասին։ Այդ էլ փաստացի մեծամասամբ մեր բնությունից հեռանալու եւ բնական մարմինը մենք ինչ որ ունենք արհեստական միջավայրին հարմարեցնելու տարբերությունն է, որ փորձում ենք վիրահատություններով լրացնել։ Ինչի համար է օրթոգնատիկ վիրահատությունների կարիք լինում, հատկապես եթե ֆունկցիաներ են խախտված, որտեղ ամբողջովին ծամողական ֆունկցիան չի օգտագործվում մարդու կողմից։ Երեխա ժամանակվանից փոխարեն այո, նորմալ կուրս կրսկով երեխան սնվի, ծծակներ, չգիտեմ, արհեստական այլ փոխարինող միջոցներ, որ ամբողջ համակարգը փոխում է կցվածքի եւ ապագայում այդ խնդիրները լինելու են եւ քթի խոռոչում դժվար շնչելու եւ ատամնաշարի ավելի թերի զարգացածը, որ բերելու է ձևախախտումների, հետագայում վիրահատական միջամտությունների կարիք է լինելու։ Այստեղ մի վնասիրը հաստատ աշխատում է եւ մենք օգնում ենք մարդկանց։ Այ կուզեմ մի հատ նշեք, որ հատկապես մայրիկյանին եթե նայելու են մեզ, ինչ միջոցներ կիրառեն, որպեսզի երեխայի մոտ հետագայում կծվածքի խանգարում, բոլոր դեպքերում բոլորս ունեն կծվածքի խնդիր, բայց պաթոլոգիկ ախտաբանական կծվածքի չհասնի երեխան։ Ինչքան հնարավոր է, պետք է երեխան սնվի բնական սննդով։ Կաթնակեր ընթացքը չասեմ, կաթով սնվող երեխաների մասին չասեմ, արդեն շեշտեցինք այդ ծածկի օգտագործումը ինչ կարա բերի։ Մրգ է շատ ուտել,
Իմջալ շատ հետաքրքիր տենդենս կա, որ երեխաները, ես էլ 3 երեխա ունեմ, շատ դժվար են համակերպվում միշտ ուտելու հետ։ Խուսափում են մրգերից, ինչի, որովհետև քաղցրության պակաս կա, սովոր են աղին, ավելի կոնտրաստ համերին, հա, եւ մրգերից սկսում են խուսափել, բայց ինչևէ, մրգեր շատ ուտել, գազար շատ ուտել, օգտագործել ատամնաշարի ամբողջ, այսպես ասած, արսենալը, հա, որ ծամել, հոգնել ծամելուց եւ ոչ թե փափուկ սնունդ, քաղցր սնունդ, հեշտ հասանելի սնունդ միակ բանը որ կարելի է խորհուրդ տալ, իհարկե շատ բաներ կան, ուղեցույցներ կան, կարելի է այդ ամեն ինչից օգտվել եւ հետագայում դնել մի քանի link, եթե նյութի մեջ կարելի ավելացնել մարդիկ ճիշտ գրականությունից օգտվեն, բայց հիմնականը բնության հետ քայլելն է։ Բնության հետ քայլելն է, ես իմ երեխաներին անընդհատ ստիպում եմ մի հատ գազար կրծելով միջև վերջ ծամելով ծորկան դրեք կողքի, դանակը դրեք կողքի։ Հա, խնձոր, անպայման օգտագործեք ձեր ատամնաշարը։ Ես որ փոքր էի, հիշում եմ, որ ինձ հավես այդ խրխրթոցը լսել հաճելի էր, համ համով էր, բայց որ նշեցիր մրգերի խնդիրն է, որ երեխաները մրգեր չեն ուտում, այդ դա ինձ զարմացրեց ավելի շատ։ Նախընտրում են ժելեները ուտել են, հարիբոները ուտել, մեր ժամանակ հարիբոները ուրիշ բան էր, այլև դենս, չգիտեմ, հասանելի, գիտես, երևի մարդուն ամենաշատը փչացնում է մանավանդ ես հիմա պահքի մեջ եմ եւ ուզեմ անդադ այդ նոտայի վրա եմ, մարդուն ամենաշատը փչացնում է հեշտասիրությունը։ Եվ ինչն էլ վատ է, ես ինքս մեծացել եմ մի միջավայրում, որտեղ հակառակը հեշտասիրության վրա միշտ արգելքներ կար, թե ծնողներիս կողմից, թե դպրոցի ուսուցիչների կողմից, բայց հիմա շատ մեծ քարոզ կա հեշտասիրության։ Իսկ հեշտասիրությունը առաջին հերթին վնասելու է մարդուն եւ մարմնապես եւ հոգեպես թույլ է դարձնելու։ Ինձ թվում է, որ ամենամեծ վնասը մարդուն սովորեցնել հեշտասիրությանը, քարոզել հեշտասիրություն եւ հետո ստեղծել մարդիկ մի խումբ, որ այդ հեշտասիրության արդյունքում առաջացած խնդիրները սկսեն լուծել եւ դրա վրա մեծ վաստակ ունենալ եւ գումարային եւ իշխանության առումով եւ ազդեցության առումով կարելի է իրեն անընդհատ այս թեման զարգացնել։ Դե համար պետք է երեխաներին փոքր ժամանակվանից սովորեցնել դիմադրության, իմունիտետի իմաստով, մարմնական իմաստով եւ հոգեբանական իմաստով։ Փափկասուն բամբակների մեջ, շաքարի ու աղի մեջ մեծացնելու փոխարեն։ Այս վերջես մի հատ հետազոտություն աչքովս ընկավ, տարբերությունը թե ինչ ենք մենք տանը ուտում ու հագենում ենք այդ սննդից, ու fast food ուտելուց ինչի չենք հագենում, մենք պատրաստ ենք մի քանի բան ուտել ու հա հատկապես երեխաների շրջանում ակտիվ, տան ուտելիքը միատարր է, չգիտեմ, օրինակ ինչ որ հարիսա է, օրինակ եմ բերում։ Ինքը համը միաձև է, ինքը այդ մի ձևն ունի, իսկ fast food ուտելուց այնտեղ տարբեր համեր են, համի ուժեղացուցիչներ են, որտեղ երեխան ուտում է ու չի հագենում։ Այս ինչի եմ բերեցի առաջ այս թեման, որպեսզի մեզ նայող մայրիկները, պապաները, ինչու նաև ոչ, հիշեն, որ երեխաներին պետքա կերակրել առողջ սննդով, առողջ սնունդ նկատի ունեմ, պետքա լինի բնական սնունդ, ոնց որ դուք նշեցիր։ Բայց հիմա վերադառնանք մեր պլաստիկայի թեմային, որտեղ է վերջանում առողջությունը, որտեղ է սկսվում ախտաբանությունը պլաստիկայի հարցում։ Այսինքն ենթադրենք մարդը ունի կոմպլեքս, շատ իր մոտ առկա իրոք մեծ քիթ, ինքը լուծում է քթի խնդիրը, բայց չի կարողանում լուծել իր ներքին խնդիրը, հոգեբանի էլ է դիմել, բայց ինքը անընդհատ ուզում է վիրահատական միջամտություն, այս մասով մի հատ կուզեմ խոսենք։ Դարձյալ գալիս ենք այն թեմային, որ մարդը ինքն իրեն ընդունելու խնդիր ունի։ Երբ մարդը իրեն չի կարողանում ընդունել։ Մենք էլ հիմա որ խորանանք, կարանք մեր մեջ էլ այդ հարցերի պատասխանը գտնենք, մեծամասամբ մենք մեզ չընդունելու հարց ունենք։ Անկախ նրանից մենք ոնց կզգեստավորենք այդ ամեն ինչը, ոնց հասարակության մեջ կներկայանանք, հոգու մեջ, հոգու խորքում մենք ունենք լիքը կետեր, լիքը հատվածներ, որտեղ մենք մեզ չենք ընդունում, թե բնավորության մեջ, թե արտաքինի մեջ կա ավելի պաթոլոգիկ տարբերակ, երբ որ սկսում է դա խորանալ ծնողների չընդունելու, հետո ազգային հարցերի մեջ չընդունելու, ասել էս մեր ազգն է, էս մենք ենք, էս մեր ցեղն է եւ այլն, պիտակավորման մասին է խոսքը։ Ինձ թվում է դա գալիս է չճանաչելուց, ինքդ քեզ չծանելուց։ Այսինքն, երբ որ դու փոխարենը ստանայիր ժամանակին այդ կրթությունը, այդ հնարավորությունը, այդ միջավայրը ինքդ քեզ ճանաչելու, հասկանալու, մշակելու քո թերությունները, իմիջիալս թերությունները եւ մշակումս դառնում են առավելություններ։ Դրանք այն ուղղություններն են, հիմիկվանից կարելի է դրա մասին մտածել, եթե միտեղ դու թերանում ես, թերություն ունես,
Ոչ թե դրանից պետք է խուսափես, այլ դա պետք է վերցնես ու հասկանաս, որ դա քո զարգացման կատարյալ դառնալու ուղղությունն է։ Հիմա գանք պլաստիկային սակապենք։ Եթե մարդը ունի խնդիր իրեն չընդունելու, պետք է սկսել հասկանալ, թե արմատը որտեղ է։ Թիվ 1 ինդիկատորներից մեկը, հայերեն չգիտեմ ոնց կարելի է ինդիկատոր ցուցիչներից մեկը։ Եթե մարդը կոնկրետ գալիս ասում ուզում եմ այսպեսին դառնա, այսպեսի քիթ եմ ուզում, վերջ այդ մարդու չի կարելի աշխատել։ Ինքը ոչ թե ուզում է որ քիթը այդ մարդու նմանվի, այս մարդու մեջ գտել է իդեալիզացված իր մի համար մի բան, որ ինքը ուզում է դառնա այս մարդը։ Օրինակ մի ժամանակ տենց մոտ 6-7 տարի առաջ տենդենց կար աղջիկները հատկապես Իրանից եկած իրանուհիները, ոչ իրանահայերի մասին, տենդենց կար Անջելինա Ջոլի նկարը ցույց տալ եւ ասել որ այսպեսին եմ ուզում դառնալ։ Այդտեղ կա լուրջ խնդիրներ, երբեք նա Անջելինա Ջոլին նման չի դառնալու, իսկ ինչի է ուզում այդպես դառնալ, որովհետեւ մեծ ազդեցություն կա, որ նա օրինակելի է, երջանիկ է, ես էլ եմ ուզում այդպեսի դառնամ, արտաքինս փոխելով կհասեմ դրան, հա, էլի հեշտասիրության է գնում այդ ամեն ինչը։ Եվ մյուս կողմից, եթե մարդը եկել է եւ ուզում է իր արտաքինը փոխի ու հիմնավորումներն է, որ ինքը այդպես իրան ավելի վստահ ազգալու, ավելի լավ ազգալու, ես կարծում եմ մենակ միտեղ կա դա ծերացման հատկանիշները փոխելն է։ Հա, կնճիռների դեմ պայքարելն է, չգիտեմ, դեմքի ձգումները եւ այլն, որը մենք էլ հաճախակի անում ենք եւ գիտենք։ Դա ինչ որ միտեղ կարողանում եմ հասկանալ, որ մարդը ձգտում է իր նախկին արտաքինը վերականգնել, իր երիտասարդությունը վերանայել։ Մնացած պարագաներում անպայման հոգեբանի հետ շփումներ, համոզվել միջև վերջ, դիմացինին հասկացնել պացիենտին, որ ինքը կրում է հավասար պատասխանատվություն, նոր գործողություն անել։ Մի հատ sense հարց, երբ պետք է դիմել հոգեբույժի պլաստիկաների մասով ու ոնց ճիշտ մատուցել տվյալ բուժառուին, որովհետև ասել գնա հոգեբույժի մոտ, սա մի քիչ արդեն կարող վատ դիտարկվի իր կողմից։ Ոնց նուրբ ասել, որ ինքը ընդունի ու հասկանա, որ իր խնդիրը ոչ թե իր մարմնականն է, այլ իր մտքերն։ Գիտեք ոնց, ոչ թե ես նկատի ունեի դեռ հոգեբանին, իհարկե շատ քիչ դեպքերում նաև հոգեբուժի կարիքը զգացվում է։ Շատ նուրբ թեմա է, պետք է խոսալով բացահայտել։ Առաջին հարցը պետք է տալ, դա քեզ ինչա տալու։ Շատ բուժառումներ շատ անկեղծ ասում են, օրինակ հետաքրքիր մի աղջիկ կար, ինքը Ռուսաստանից էր, ինքը ասում էր, որ ուզում է ամուսինը իր վրա ուշադրություն դարձնի։ Ասում էր, որ զգում է, որ ամուսնու կողմից իր նկատմամբ անուշադրություն կա եւ հետեւել է, թե ամուսինը ինչ աղջիկների ավելի շատ նայում Instagram, շատ անկեղծ էր իր հետ եւ ասում էր, որ դրա համար ինքը ուզում է փոփոխություն անել իր արտաքինի մեջ, որովհետեւ իր ամուսնուն շատ է սիրում։ Չգիտեմ, այդտեղ իմ մասնակցությունը ինչն էր լինելու, ինչքանով կարա ես այդ ամեն ինչ իրականացնել, ես այդ ժամանակ իրան խորհուրդ տվի հոգեբանի մոտենալ, բայց կար այդ հարցի պատասխան, որ մարդը նորից ուզում էր դառնալ ուրիշ մարդ, չէր ուզում լինել, չէր ուզում իրան ընդունել այնպեսին։ Եվ ամենավատը, որ եթե ամուսինը ուներ նախընտրելի տարբերակներ, ինքը ձգտում էր այդ նախընտրելի տարբերակներից մեկը դառնալ, այսինքն խուսափում էր, փախնում էր իրանից։ Շատ դժվար թեմա է, չեմ գայթակղվի ասեմ, որ այդ հարցի պատասխանը ունեմ։ Երկրորդային վիրահատությունների ժամանակ, երբ որ դուժել է ֆունկցիան, ինձ թվում է դու ել կիմանաս մի հայտնի դեպք էր, երբ որ տվյալ անձը կորցրել էր եւ ֆունկցիան եւ էսթետիկան ու իր կյանքի որակը ընկել էր։ Այ ոնց անել, որ չհասնել այս կետին։ Ինչ հնարավոր է, թե բուժառուի կողմից, թե բժշկի կողմից։ Դե օրգանիզմը այնպեսի հետաքրքիր կազմվածք է, որ ինքը բացի նրանից ինչ չկանխատեսված է գիտությամբ, բժշկի կողմից կանխատեսելի, չգիտեմ, պլանավորած ընթացակարգերով արվող միջամտություններն, բացի այդ ամենից օրգանիզմն էլ ունի իր ընդունել, չընդունելու, հարմարվել, իր խնդիրներն առաջացնելու իր ճակերտավոր արգումենտներն ունի մեր միջամտությունների նկատմամբ։ Եվ շատ կարևոր է, որ բուժառուն չընկնի արագ ռեզուլտատների սպասելու ուրեմն ակնկալիքի մեջ, հիմնականում այդ ժամանակը դժգոհություն առաջանում բժշկից եւ չզարգացնի իր մեջ շատ շուտ հիասթափվել այդ բժշկից, ինչի որովհետեւ հենց այդ կապը կտրվեց, ինքը առանձնացավ բժշկից, իր խնդիրները մենակ խորանալու են եւ կոնտրոլից դուրս են ելնելու։
Սա վերաբերվում է նաև ոչ էսթետիկ բժշկությանը, այլ ֆունկցիոնալ վիրահատության։ Առհասարակ, բայց էսթետիկ միջամտություն, որը նաև ֆունկցիոնալ խանգարման է բերել, ուշադրություն եթե դարձնենք ինչ որ մի փուլում շատ հետաքրքիր է, որ այդ բժիշկները, պացիենտները դադարել են իրենց բժշկին վստահել եւ իրենց բժշկի փոխարեն գնացել են ուրիշ բժշկի մոտ։ Ինչն է հետաքրքիր, որ հիմնականում իրանք այդ բժիշկին էլի ընտրելու են տեսնելով Instagram-ով լավագույն աշխատանքներ, իմանալով այն խնդիրը կլուծի, գնալու է։ Եթե բժիշկը գայթակղվեց, որ հայ էս այդ հարցը կլուծեմ, որովհետև բժիշկի մոտ էլ այդ էգոն առաջանալու է, որ տես ենի չի կարացի արել, նրանց դժգոհ եկել է, նույն քաղաքի մեջ ենք, հիմա այս այդ հարցը կլուծեմ, դա մեծ գայթակղություն է։ Համաձայն եմ։ Ինքը անպայման միջամտություն է անելու, հետո այդ նույն շղթայի մեջ ընկնելու է ինքը։ Այս աղջկա կամ տղայի խնդիրները գնալով մեծանալու են, չեն լուծվելու, որտեղ ինքը բնավորություն չունի իրան հետևելու, բժշկի ասածները մշտապես անելու, կապը պահելու, եւ հերթական բժիշկն անգնելու այդ շղթայի մեջ։ Դա համար բժիշկներին էլ եմ այստեղ խորհուրդ տալի, որ եթե ինչ որ մեկի մոտից բուժառուն եկել է, անպայման բացահայտել արդյոք ամբողջ ժամանակահատվածն անցել է վերականգնման շրջանի։ Ինչ խնդիրներ ինքը ունեցել է այդ բժիշկի հետ, ինչ բողոքներ ու գանգատներ է տալիս, ինքդ ուսումնասիրի արդյոք այդ բժիշկը եւ այդ պացիենտի ներկայացած խնդիրները համընկնում են իրար, նոր աշխատանքի մեջ մտի գոնե քեզ պաշտպանելու համար, հա։ Եվ մյուսը գոնե այդ պացիենտին չվնասելու համար, որովհետեւ նույն խնդիրները եթե ինքը քո հետ է անելու, ինքը իրան է վնասելու։ Համաձայն եմ։ Հիմա երկրորդային միջամտությունների կարիքը հիմնականում օրինակ եթե քթի մասին էիք ասում, քթի պլաստիկ միջամտություններից հետո բավականին շատ են հատկապես Երևանում, որ առաջանում են ֆունկցիոնալ խանգարումներ։ Ու մարդիկ դիմում են նաև մի հատ էլ ֆունկցիան վերականգնենք։ Ինչի սխալ հաշվարկների արդյունքում ոչ մեծ փորձ ունենալու արդյունքում քթի չափերը այն կարգի են փոփոխվում, որ շնչառական ծավալի մեծ փոփոխություն է լինում, որը պետք է հետո ի հաշիվ արդեն ներքին քթի փոփոխությունների բերել, իսկ հիմնականում այդ պլաստիկ միջամտությունների ժամանակ դրան այդքան ուշադրություն չեն դարձրել, արտաքինի վրա են կենտրոնացել։ Դա համար փոքր քթերով աղջիկներ հետո գալիս են ասում են որ մի հատ էլ ինչ եմ աղջիկներ ասում, որովհետև աղջիկներն շատ փոքր քիթ ուզում, շատ են ուզում չափից ավելի փոքրացնել։ Հետո պետքա որ հոտ չենք զգում, լավ չենք շնչում, մի հատ էլ այդ միջամտություններն անել։ Մի հատ էնդոսկոպիկ վիրահատությունների մասին խոսենք, որովհետև էնդոսկոպիկ վիրահատություններ են իրականացնում երկուսը։ Ինչի մարդիկ դիմեն էնդոսկոպիկ վիրահատությանը առհասարակ։ Ոնց ավելի ազատ լինեն այդ հարցում, առանց վախերի, առանց ինչ-որ մտքերի, մտածում են թանկա, էժանա, մի հատ այս ամենը ուզում քննարկենք իրար հետ։ Առհասարակ մտածում եմ, որ պետք է մշտապես ընտրել, եթե բժշկության մեջ կա էժան եւ թանկ տարբերակ, ու դու արդեն եկել ես այդ մտքին, որ դու այդ միջամտությունը պետք է անես, պետք է ընտրել թանկը։ Ոչ թե մասնագետին վճարելու թանկության մասին, այլ այդ տեխնոլոգիան ինչ որ քեզ պետք է վիրահատեն գործիքա կազմին, ինչի որտեղ որպես կանոն նա ավելի զարգացած է, որ դա ավելի արժեք ունի եւ թանկ է։ Հիմա գամ էնդոսկոպիկի մասին։ Շատ հետաքրքիր նախադասություն կա։ Ես տեսնում եմ ինչ եմ անում։ Այո։ Հա։ Ու գնալով բժշկությունը դառնում է ավելի շատ ես տեսնում եմ ինչ եմ անում։ Փոխարինելով մենակ ես գիտեմ ինչ եմ անում։ Հա, որտեղ այստեղ արդեն գումարում համ գիտեմ ինչ եմ անում, համ տեսնում եմ ինչ եմ անում։ Էնդոսկոպը քեզ փաստացի 100%-ին մոտ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր միջամտության տարածքը հստակ տեսնել եւ այն ծավալով անել, ինչը որ խիստ անհրաժեշտ է այդ պացիենտի համար։ Եվ մյուսը էնդոսկոպիկ միջամտությունը նաև հարկթային խոռոչների առումով կոչվում է ֆունկցիաները վերականգնող վիրաբուժություն, հա, որտեղ դու կարողանում ես հստակ տեսնել որտեղ է այդ ֆունկցիան խախտված եւ անել քո միջամտությունը։ Մյուս կողմից էնդոսկոպիկ միջամտությունը քեզ տալիս են հնարավորություն նաև ախտանիշները, այսինքն դիագնոստիկ իմաստով հստակ ախտորոշել ինչ խնդիր է միջև վիրաբուժությանը հասնելու։ Դրա համար եթե կա հնարավորություն անել գիտեմ մի սահմանով եւ գիտեմ ու տեսնում եմ, միանգամից պետք է ընտրել գիտեմ եւ տեսնում եմ, ոչ ինչ որ ինքը թանկ է։ Հա, բայց կանես մեկ անգամ ու վերջնական։ Շատ լավ։ Մի քիչ խոսանք հենց էնդոսկոպից, թե էնդոսկոպիկ միջամտությունը ինչ է իրենից ներկայացնում ու ինչ են Հայաստանում դեռ բժիշկներից շատերը չեն օգտվում դրանից էնդոսկոպից։ Էնդոսկոպը ինչ է, փաստացի էնդոսկոպը տեսախցիկի հնարավորություն է, տեսնող աչքի հնարավորություն է, ձողի
ուրեմն ծայրային մասում, որը խորության մեջ կարողանում է որտեղ դու մոտեցնես, այդ զոնան համ խոշորացնի, մեծացնի, համ տեսնես, եւ մյուս կողմից էնդոսկոպիկ գործիքները կարողանում են խորության մեջ աշխատել առանց մեծ ծավալների վնասելու, հա Էնդոսկոպը դա խոսեցինք սա կոշտի մասին, նաև կա փափուկը, ֆիբրոսկոպի ասածը, որը ճկուն է եւ կարողանում է այն տեղերը, որտեղ որ ճկվել է, պետք հասնել, տեսնել, նույնիսկ բուժառուին ցույց տալու համար շատ դեպքերում է տեսանելիություն, խոշորացում, հետո բուժառուն երբ որ բացատրում ես իր խնդիրը, ինքն էլ է տեսնում, ինքն էլ է տասնում եւ շատ կարեւոր է որ ինքը դառնա քո այսպես ասած զինակից ընկերը իր առողջության կռվում որտեղ դա կռիվ է։ Հա ոչ թե հակառակը, ինքը մենակ պահանջատերը լինի, այլ հասկանա որ որոշ բաներ կա նաև ինքը ունի, խնդիր ունի։ Եվ միևնույն ժամանակ ի վերջո հասկանա իր իրական խնդիրը որն է։ Այս օրեր առաջ պացիենտ ունի, ասում էր դոկտոր ջան, ասում էր, որ շնչում եմ, ես զգում եմ, ասում եմ, ճիշտ է, ես բժիշկ չեմ, բայց ասում եմ, ես արդեն բժիշկներից լավ եմ դա հասկանում, ասում էր բորբոքման հոտ եմ զգում։ Ասում եմ, բորբոքման հոտը որն է, այլ այտենց այդ պացիենտին դու շատ բան չես կարող բացատրես, բայց որ ցույց ես տալիս այդ բորբոքման հոտը ասած այդ իր խնդրեմը իրականում որտեղից է ու ինչն է։ Ինքը շատ հանգստանում է, գնում է տուն, որ խնդիրը իմ դեմ դրված է, լուծումը սա է։ Ինքը կդառնա սպասելի արդյունք ունենա, կոզինակիցը կդառնա։ Ու ռեզուլտատ կունենաս, ինքն էլ քեզանից գոհ կլինի, դու էլ քեզանից գոհ կլինես։ Էնդոսկոպներից որ խոսում ենք, հիմա մի հատ խաչվող ուղիները մի հատ կուզեմ քննարկենք, որ լոր ու դիմացնոտայինները խաչվում են իրար։ Ոնց որ ճակերտավոր մենք խնդիր ունենք դիմացնոտայինների եւ պլաստիկների միջև, որ կոպիտ ասած մի խանդ կա պլաստիկ վիրահատությունների մասով, նույնը նաեւ կա լոր ու դիմացնոտային վիրաբուժության մասով, հատկապես էնդոսկոպիայի մասով, որտեղ խաչվում են իրար, վերջերս տեսել եմ, որ լոր բժիշկները անգամ բերնի խորոչի խնդիրները ասում են եկեք մենք կբուժենք, եթե զգում են որ մի քիչ արդեն ատամի հետ է կապված բարդացած ատամը կամ ինչ-որ այլ բան է, նոր ասում են գնացեք դիմացնոտային վիրաբույժի մոտ, դիմացնոտային վիրաբույժի մոտ։ Ու նույնը հակառակը կա, դիմացնոտային վիրաբույժները գնում են դեպի լոր ծառայությունները ակտիվացնելու։ Մի հատ այս մասը ոնց կարելի է վերականգնել սահմանները, եթե պետք է վերականգնել, կամ կլինիկական օրդինատուրա ստեղծվի գլուխ պարանոց միջակայքով, թե այլ որոշում պետք է կայացվի ընդհանուր մեր դիմացնոտային լոր ու պլաստիկ վիրաբույժների կողմից։ Փորձեմ միտքս հետևյալ ձև կներես շատ երկար է։ Շատ հետաքրքիր է։ Նախ ասենք, որ այդ բոլոր բաժանումները դիմացնոտային լոր մնացած վիրաբուժական ուղղությունների սահմաններ, թե ով ինչ սահմանը պետք է աշխատի, դրանք մարդու կողմից ստեղծած, դասակարգված, ուրեմն դրական իմաստով ասեմ, գովելի, որպեսզի ավելի հստակ լինի անելիքը, ավելի երկար նույն բանը անես, ավելի մեծ փորձ ունենաս, ավելի լավ արդյունքներ ստանալու ունենալու համար։ Բայց միևնույն ժամանակ չմոռանանք, որ ի վերջո մարդու օրգանիզմի այդ բաժանումները մենք ենք դրել։ Իրականում մարդու օրգանիզմը սկիզբ ու վերջ չունի, ոչ մի սահմաններ չունի, հա, հյուսվածքների իրար մեջ, օրգանների իրար մեջ։ Հիմա գանք այս 3 մասնագիտությունների մասին, ինչի մասին որ խոսեցիք։ Իհարկե, մշտապես եւ ոչ մենակ այս 3 մասնագիտությունների, շատ մասնագիտություններ ունենում են խաչվող տարածքներ, որոնք դրանք այն սահմաններն են, որոնք գծով չեն։ Լայն գծով են։ Եվ այդ լայն գիծը մի քիչ կմտնեմ ես քո դաշտ, մի քիչ դու կմտնես իմ դաշտ, չէ՞։ Հետևաբար, եթե հիմա գանք դիմացնոտայինի եւ լորի սահմանը, փոխանենք այդ սահմանը ես նշեմ, որ այս սահմանը պիտի չանցնի, նա այս սահմանը պիտի չանցնի, ես կասեմ այն որ սահմանն է, որ երկուսով պետք է իրար հետ աշխատենք։ Շատ լավ մոտեցում։ Ու դա հատկապես ներքին քթի հարկթային խորոչների վիրաբուժական ուրեմն սահմաններն են, միջամոտություններն են։ Եվ հիմա Վիգմոր հիվանդանոցում այդ հնարավորությունը կա։ Ես վիրահատությունների բավականին մեծ մասը անում եմ լոր վիրաբույժների հետ։ Հա մենք միջամոտություն ենք անում, որտեղ ես դիմացնոտային վիրաբույժ եմ, ինքը լորա եւ մենք երկուսով իրար օգնում ենք վիրահատության ժամանակ։ Փոխարենը ես անում եմ այն ինչ որ իմ մոտ լավ է ստացվում, ինքը անում է այն ինչ որ իր մոտ լավ ստացվում, բայց նույն պացիենտի մոտ երկուսս մի ռեզուլտատով դուրս կգանք, ոչ թե հետո նրա կարիքը կլինի։ Հիմա էսթետիկ միջամտության առումով իհարկե գլուխ պարանոցի կամ դիմացնոտային վիրաբույժի տված այդ հնարավորությունը, որ այստեղ ինչ կան, որ էսթետիկ միջամտություններ կա, նույնիսկ միկրովիրաբուժական, մենք դա սովորել ենք արձանատուրան մեծ լիցենզիայի իրավունքն ու հնարավորություն տալիս է։ Բայց
առանձին միկրովիրաբուժությունը եւ պլաստիկ վիրաբուժությունը անհամեմատ ավելի մեծ հնարավորություն ունեն իրանց մաստեր կլասներով, շարունակական բժշկական կրթությամբ, անդադ նորարարության մեջ լինելով, քան թե մենք։ Մենք էլ ավելի շատ ուրեմն հնարավորություն ունենք, չգիտեմ, աճառների հետ աշխատանք ավելի մանրամասն ուսումնասիրել, այո, դեմքի ձգումների, ականջների, հա։ Դա մը էլի կգանք այն մտքին, որ ոչ թե պետքա լինեն անջատող, ուրեմն սահմանազատող գծեր, այլ այնպիսի այդ գծերը լայնացնենք, որտեղ երկուսս իրար համագործակցության եզր ունենք։ Հետո գամ խանդի մասին խոսելով։ Իրականում խանդ ասվածը այստեղ ոչ թե ճակերտավորը, ոչ թե չափազանցրած, այլ դիագնոզ է։ Դիագնոզ է, որովհետև եթե մի բժիշկ մյուս իր գոլեգային, որը կարողանում է այդ աշխատանքն անել եւ դրսևորում է եզրույթ, որ դու այսինչ վիրաբույժն ես, ինչի ես մտել այս զոնան, էսի խանդ չի։ Դա ինքը իր անկերների մեջ էլ կան, սա միշտ մասնագիտական խանդ չի։ Սա անձի խնդիր է։ Հիմա էլի մեր հիվանդանոցի մասին խոսելով, ասեմ, որ օրինակ դոկտոր Պարուրի մասին ինքը բավական հայտնի էսթետիկ, ուրեմն պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, ինչ խնդրով ես դիմում եմ իրան մանրամասնորեն միջև վերջ, ինչ ինքը հնարավորություն ունի, հեռավորության վրա լինենք, բուժառուի հետ լինենք, պատրաստ է ինքը քեզ օգնելու։ Հա եւ վստահ եմ, որ եթե Աստված չանի, կարիքը լինի, որ դիմացնոտային գիտելիքները իրան պետք լինեն, ես օգտակալ եմ, նույնն էլ ես իրան եմ անելու։ Փոխարենը եւ իր եւ իմ աշխատանքը հաջողություն է անելու։ Եվ վերենք մյուսը, եթե լոր վիրաբույժը ինչ որ միտեղ կասի, որ ինչ է գնացել դիմացնոտայինների մոտ արել, որ սա լոր է եւ կամ հակառակը, ինքը կկորցնի եւս մեկ պացիենտ։ Բայց մի հատ առաջ բերեմ մի օրինակ, իրավաբանորեն էլ ախր տարանջատումը դրված է։ Չասեմ ով ինչ, բարդություն էր եղել պացիենտի մոտ, որտեղ օդոնտոգեն չէր խնդիրը, ցավոք մահվան ելքով էր եղել տվյալ դեպքը, սակայն որպես վիրաբույժ, նա տիրապետում է տեխնիկային, իրականացնում է վիրահատությունը, բայց բարդություն է լինում, որը կարող բոլորի հետ լինի ցավոք, ու այդ բարդության հիման վրա դատական գործ է սկսվում։ Ու առաջին հարցը, որ տալիս են իրավաբանները այս դեպքում, ինչի քո զոնայում չես աշխատել։ Էսի ոնց կա, այս մասը ոնց կարելի է ճիշտ մատուցել։ Այդ մասը փաստացի արդեն օրենքով նախատեսած է մեր արձինատուրաների, հա, ընթացքում հստակ այդ եզրը տված է, որն է քո զոնան, որտեղից այն կողմ պետքա չանցնես, եւ որն է այն զոնան, որը երկուսով աշխատելու իրավունք ունեք։ Հիմա եթե բժիշկը այդքան կոմպետենտ չի, որ այդ սահմանները կանցնի ու կվնասի բուժառուին, իհարկե դա իրավաբանական հետևանք ունենալու է։ Ես նկատի ունեի, որ այն սահմանները, որտեղ տարբեր մասնագիտությունները խաչվում են, այդ կետերում պետքա բժիշկներն իրար օգնող լինեն։ Դիտարկեն երկուսով նույն խնդիրը լուծող կողմ լինեն եւ ոչ թե մեկը մեկի վրա գցի, այլ որ դու չանեիր, մենք անեինք եւ հակառակը։ Եթե կա աշխատանք, որ պետք է դու այդ վիրահատության ընթացքում այդ սահմանին մոտենաս, ճիշտ կլինի հրավիրել համապատասխան մասնագետին քեզ հետ եւ երկուսով այդ վիրահատությանը մասնակցեք։ Ես օրինակ այդպես կանեի։ Շատ լավ։ Խանդի մասով մի հատ դեպք հիշեցի, շատ մոտ մարդկանցից մեկը մի անգամ պլաստիկ վիրաբույժ ասաց դուք ինչի եք անում պլաստիկ վիրահատություն, ինչ ես պլաստիկ վիրահատություններ անում, ախր էդի մեր գործն է, մենք պետք է անենք, ասում եմ հիմա լավ կլինի, որ ես ատամնային իմպլանտացիա անեմ։ Չկործեցի ինձ, ասի, եթե կարաս անես, չվնասես պացիենտին, խնդրեմ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ավետ, օրինակ հենց այդ հարցի մասին, այդ ատամնային իմպլանտացիայի մասով էլ ահագին մեծ խնդիր կա, տարաձայնություններ կա, ով կարա անի ատամնային իմպլանտացիա։ Այսօր Հայաստանում համարյա բոլոր ստոմատոլոգները անում են ատամնային իմպլանտացիաներ, ինչ որ չափով, եթե պարզը ավելի բարդացած եւ այլն, եւ ի վերջո հարցածագում ով կարող է դա անել։ Ով որ ունի այդ կրթությունը, ով որ ունի այդ փորձը երկրորդ մակարդակում եւ երրորդը ով որ ունի ռեզուլտատներ։ Ինչի կարող է մարդը 1-2 փորձել է ռեզուլտատներ չի ստացվում, իրան պետք չի անել։ Կապ չունի որ կրթությունը ուներ։ Հա։ Հիմա գանք այդ կետին, որ ինչի եթե մենք ատամնային իմպլանտացիա անենք, հարցի պատասխանը դրա մեջ է, եթե դու կարողանում ես անել կրթությունը ունես, փորձը ունես, ինչի չանել։ Եվ մյուսը այն հարցին, որ դու ասում ես ժամանակն է մտածել, որ մի մասնագիտությունից նեղ մասնագիտությունից մյուս նեղ մասնագիտություն անցնելու ծրագրեր լինեն Հայաստանում։
Օրինակ հիմա ես այդ պատճառով սովորում եմ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում։ Այս տարի եթե Աստված կամենա կավարտեմ։ Ինչի, որովհետև ցանկությունս շատ մեծ է քիթ կոկորտ ականջաբանության ավելի նեղ ուղղությունները սովորելու եւ մասնագիտանալու, որի համար ընդհանուր բժշկության ֆակուլտետի ինձ նաեւ դիպլոմ էր պետք։ Եվ մտածում եմ, որ ժամանակն է իրոք Հայաստանում հետ դիպլոմային կրթության ծրագրերը նաև նախադիպլոմային որոշ փուլերի հատկապես եթե ստոմատոլոգիական ավարտել հետո ուզում ա ընդհանուր բժշկություն հստակ այնպիսի ծրագրեր մշակվեն որ մարդիկ դրա մեջ կորուստներ չունենան ի վերջո մենք ինչքան ապրում ենք ինչքան սովորում ենք ավելի սկսում ենք հստակ մեզ հասկանալ մեզ անելիքը հասկանալ որն է մեր մոտ լավ ստացվում պետք է արհեստական անջրպետներ չլինեն այդ մարդկանց պետք չի ուրեմն պետք է խթանել, որ իրանք ինչի մեջ որ ցանկություն ունեն ու զարգանում են, կարողանում են զարգանալ, այլապես գտնելու են սև ճանապարհներ եւ դրանով վնասելու են մարդկանց, հա, դրանով վնասելու են գիտությունը, բժշկագիտությունը։ Դրա համար ժամանակն է որ Հայաստանում այդ ծրագրերը սկսեն հստակ մշակվել։ Իսկ դրա մեջ բժշկական հիմնարկների ներգրավվածությունը ինչքան պետք է լինի, թե դա միայն նախարարությունների մակարդակով պետք է որոշվի։ Ես մտածում եմ, որ դրանք պետք է սկսեն ձևավորվել որպես խնդիրներ, հարցեր առաջարկող լուծումներով ասոցիացիաներում, նեղ մասնագիտական ասոցիացիաներում, առաջարկություն պետք է լինի նախարարություններին, կրթության, գիտության եւ ուրեմն առողջապահության նախարարություններին, որտեղից պետք է մշակվեն կամ պատվերներ արվեն բուհերին, եւ բուհերը այդ ծրագրերը ավելի հստակ մանավանդ հորինելու բան չկա աշխարհում վաղուց արդեն փորձված մեթոդները, միջոցները, ծրագրերը կան։ Տեղայնացնել Հայաստանն։ Ի վերջո մարդիկ եկել են այն գիտակցության ու շատ ուրախ եմ որ ավելի շատ մարդիկ են դրան գալիս, որ կյանք կոչվածը, ինչ որ կյանքն է կոչում, մնացած մեզ հայտնի բնութագրիչները եթե դնենք կողքի մարդկային կյանքի համար խոսելով ասեմ որ ամենալավ բնութագրողը ինչքանով ես դու պատրաստ սովորելու ինչքան ցանկություն ունես սովորելու եւ ինչքան ես իրոք սովորում ամեն տարվա ամեն օրվա վրա քո փոփոխությունը զգում կրթության շարունակական բժշկական կրթության մասին առավել եւս մենք համասանական տարիներից ընդհանուր մինչև հիմա սովորում ենք շատ գիտելիքներ անգամ չհանդիպող, գրեթե չհանդիպող ախտաբանությունն է դու պիտի իմանաս, որովհետև կարող մի անգամ հանդիպես։ Այստեղ ոնց սա ապագա բժիշկներին է, սա ապագա բժիշկների համար ավելի շատ, ոնց անեն, կրթվեն նրա համար, որ շատ գիտելիք ունենան, թե կիրառական գիտելիքներ ունենան սկզբում, հետո շարունակեն ավելի խորացած ու ավելի քիչ հանդիպող ախտաբանություններ ուսումնասիրել։ Միանշանակ սկզբից պետք է ուսումնասիրել ընդհանուրը, ինչ որ մենք սովորում ենք, հետո փորձել փորձնական մասը սիմուլյացիոն կենտրոններում, չգիտեմ, արհեստական այլ մուլյաժների, միջոցառումների, հետո տեսնել ուրիշի գործը ոնց անում, կա չէ այդպիսի չինական խոսք կար, որ ցույց տուր կհիշեմ, չէ, ասա ինձ կմոռանամ, ցույց տուր կհիշեմ, ներգրավիր կսովորեմ, փայլուն է։ Բայց կա մի հատ ուրիշ բան։ Եթե տեսար լսեցիր, տեսար, արեցիր, արդյունքն սովորեցիր, հիմա ժամանակն է, որ անես։ Այ երբ կարամ ես անել։ Հա, եթե ես սովորել եմ, դեռ չի նշանակում, որ ես կարող եմ անել։ Այ հենց հասար անելուն գործնական փուլին, այդտեղ ինձ թվում է, որ համարձակության մասին էլ պետք է խոսքը լինի, որովհետև մեծ համարձակություն է պետք գործը սկսել։ Դու արդեն կարող ես նաև սովորացնել։ Հիմա գամ այդ կետին ավելի պարզ փորձեմ միտքը ձևակերպել ցավոք շատ դեպքերում ինչ էլ դու գիտես ինչ էլ սովորել ես լսել ես դու իրականում սովորում ես դառնում ես անող երբ որ համարձակվում ես դա անել անպայման առաջի անգամ լինելու են սխալներ եւ երևի դա քեզ պարգևա հնարավորություն է տրված նաև արարչի կողմից, որ որպես կանոն սկսնակների սխալների ժամանակ մեծ խնդիրներ չեն լինում, բայց լինում են խնդիրներ, որ այդ սկսնակը սկսի իր վրա ուշադիր լինել, աշխատել։ Եվ ի վերջո կա այդպիսի նաև թեզ, որը մտածում եմ, որ բավական ճշմարտություն է մոտա, որ մենք սովորում ենք անելով։ Հա? Արդինատրոյս ղեկավարը Հայկ Ենրոքյանը մի անգամ լավ խոսք ասեց բժշկությունը սխալներն ու բարդություններից է սկսում։ Առաջին դու պետք է սովորես սխալներն ու բարդությունները որոնք են,
որ կարողանաս առաջին միջամտությունը անգամ անես։ Ոսկի օրենքն է։ Ցանկացած միջամտության անելուց առաջ, ինչքան էլ դու սովորել ես դա ոնց է, ինչ է, ոնց պետք է անել, մուտքերը որտեղից, ինչ դեղորայք եւ այլն, անպայման պետք է այդ ամեն ինչը ամփոփես եւ հետագա միջամտությունից առաջ մենակ դա հիշես։ Ինչ բարդություններ կարող է լինել։ Այդ բարդությունների տակից դուրս գալուն պատրաստ ես։ Որտեվ կարող է դու չգիտես շատ բաներ, թե ինչ դեղորայքով կարելի է, ինչ մեթոդով ավելի ճիշտ, կարող է դեռ չգիտես, որ նորություններ կան, բայց մենակ այն որ դու գիտես, որ կարա լինի այս բարդությունը, հիմնականում այս բարդություններն են լինելու եւ այս բարդությունը տակից դուրս ելնելուն տիրապետում ես կամ գիտես, որ այդ բարդությունը կարա լինի, այդ մարդուն միած զանգում ես, գիտես, այս միջամտության եմ, դու մի արդ ներքևն ես։ Աստված չանի, գիտեմ, որ sense բան ավի։ Всё։ Արդեն դու գործի շատ մեծ մասը որպես սկսնակ արել ես։ Մաղթենք, որ սկսնակները չբախվեն շատ բարդություններին ու էգոն մի կողմ դնեն, որ ես կարամ, ես կփոխեմ, ես բժշկության գուրու եմ։ Դա համասանական տարիներից երևի խնդիրը, որ միանգամից մեզ թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք, վերջ, մենք հեսա բժշկությունը փոխել ենք։ Մարդու բնության մեջ այդ հարցը։ Մի հատ խոսանք օրթոգնատիկ խնդիրներից, սկզբում նշեցի, որ ֆունկցիոնալ ու էսթետիկայի մասին, հիմա ավելի կոնկրետացված խոսենք։ Օրթոգնատիկ խնդիրները ինչ խնդիրների են բերում, ոնց կարելի է դրանք լուծել ու ոնց անենք, որ մարդիկ չվախենան ու ավելի հաճախ դիմեն, ավելի ասած ախորժակով դիմեն այդ վիրահատությունների, միջամտություններին, որովհետև իրենց կյանքը լինելու է առաջ եւ հետո։ Դե բացի էսթետիկ նշանակությունից օրթոգնատիկ վիրաբուժության կարիքը, երբ որ արդեն բուժառուն սկսում է զգալ, որ ուզում է այդ մասնագետը գտնել, դիմել, կա նաև բավականին շատ մեծ ֆունկցիոնալ խանգարումներ, հա, վերին ծնոտի թերզարգացման կամ ստորին ծնոտի զարգացումների օրինակ վերին ծնոտի հետ կապված փաստորեն ինչ է լինում, շնչառական ուղիների նեղացում, հոտառական զգացումների թերի կամ ի վերջո կարող ընդհանրապես կորուստ լինի, երբեմն նույնիսկ լսողական խնդիրներ, հա, եստախյան փողի ուրեմն ֆունկցիաների տարածական խանգարումների պատճառով բնականաբար հոգեբանական խնդիրների մասին խոսեցինք, եթե արդեն արկա են օրթոգնատիկ խնդիրներ, հատկապես որոնք որ ժառանգական չեն, լավ ռեզուլտատ ստանալու հնարավորությունը բավականին մեծ է։ Ինչի համար շեշտեցի ժառանգական խնդիրը, որովհետև ինչքան էլ մենք փոփոխություն ենք անում օրգանիզմում վիրահատական միջամտություններով, օրգանիզմը շատ հետաքրքիր սովորություն ունի։ Ձգտում է վերականգնման ժամանակ վերականգնել մարդուն այնպեսին, ինչպեսին կար դրանից առաջ։ Որտեղ ինքը բոլոր միջամտություններն ընկալում է արհեստական վնասվածք, հիմա եթե ինքը լավացնում է, ինքը հիշում է մարդու արտաքինը, որտեղ ինչքան քանակությամբ հյուսված կար, նույն ձևով, նույն կոդով փորձում է մարդուն վերականգնել։ Եվ երբեմն միջամտություն ես անում, չգիտեմ, քիթը թեքեցիր աջ, տեսնում ես, որ ինքը նորից գնաց դեպի ձախ։ Մեջտեղի գծից էլի փախավ։ Ինչի, որովհետև գենետիկայով մարդուն մկանների աշխատանքը, միմիկան, այո, այդ ամբողջ այդ հոմեոստազը իրան այդպես ձևավորել, կազմավորել, նորից ձգտելի է դրան բերի։ Իսկ օրինակ ստորին ծնոտի խնդիրների մասին խոսեմ, հատկապես կուզենամ այստեղ ֆունկցիոնալ հոդի մասին էլ խոսել։ Տեսեք, աղջիկները շատ սիրում են, չէ՞, կրունկներ հագնել, հա։ Մենք արդեն որպես դիմացնտային վիրաբույժներ օրթոդոնտիայի դասերը անցնելու ժամանակ հիշես, որ դրանով հաստորեն պարանոցի դիրքի փոփոխություններ լինում, ինչի որովհետև հավասարակշռության կենտրոններ փոխվում եւ ստորին ծնոտը ուղիղ քայլվածքի հավասարակշռությունը պահող համակարգներից մեկն է։ Ինքը իր դիրքը փոխում էր դիսկի նկատմամբ, սկավառակի նկատմամբ եւ սկսում են ֆունկցիոնալային խնդիրներ առաջանալ։ Սկսվից բորբոքում, ցավեր, հետո միջև արդեն ճտոց, խրթոցներ եւ այլն։ Էլ չեմ խոսում կցվածքի փոփոխության, որ կբերի։ Նորից եկանք այն մտքին, որ ինչքան մենք արհեստական միջամտությունների ենք մեր օրգանիզմին ենթարկում, անպայման նա հետևանք ունենալու մեր առողջությանը։ Հիմա աղջիկներ թող իմիքվանից էլ իմանան։ Եթե մշտապես կրունկների սիրահար են եւ կրունկների վրա քայլող են, նրանց մոտ անպայման ֆունկցիոնալային հոդը մի օր չէ մի օր զգացնել է տալու, որովհետեւ այդ գեղեցկության զոհաբերությունը անելու է ինքը։ Համաձայնում։ Ու երբ դիմել արդեն վիրահատական միջամտության, օրինակ շատ պացիենտներից դիմել են դիսֆունկցիաներով, ֆունկցիոնալային հոդի։ Առաջինը, օրինակ ես սկսում եմ թերապևտիկ միջամտություններով ու երբ հասկանալ, որ արդեն վերջ,
սա արդեն վիրահատական է։ Էլ տեղ չկա, մենք չենք կարող ոչ մի բան անենք։ Շատ նեղ մասնագիտական է նրա, եթե սկսենք բացատրել, վստահ չեմ, որ բուժարունները միջև վերջ կհասկանան, բայց ավելի շատ սիմպտոմները, հա։ Օրինակ, եթե հայելի դեմ առավոտյան լվացվում ես եւ մի հատ փորձում ես բերանդ բացել, փակել, մի հատ քեզ ուշադիր լինես, կզակդ արդյոք ուղիղ գծով թե բացվելու ժամանակ սկսում է որևիցե կողմ ավելի շատ շեղվել։ Ճտոցներն ու խրթոցներին պետք է ուշադրություն դարձնել, ցավով են ուրեմն ընթանում, թե առանց ցավ։ Եվ մյուսը, եթե ատամներ ես հեռացրել, ծամիչ ատամների մասին է հատկապես խոսքս, հիշիր, որ պետք է իրանց շատ շուտ վերականգնել, այլապես իրանց պատճառով կցվածքի բարձրությունը կփոխվի վերտիկալ հարթության մեջ եւ անպայման այդ ազդեցություն կունենա քունքսորձունտային հոդի վրա։ Եվ մյուսը, գոյություն ունի մի շատ հետաքրքիր մեթոդ քունքսորձունտային հոդի մերսում։ Մեր բուժարունները կարող հիմա դա տեսնեն, սովորեն եւ ամեն առավոտ մի հատ առավոտյան մի հատ էլ երեկոյան քնելուց առաջ այդ մերսումը անեն։ Բերանը բացելու ժամանակ այցիկից առաջ փոս են անում։ Ներքևը շոշափում ես հոդագլուխը, վերևը հոդափոսը եւ մեջտեղը սկավառակը։ Այդ մերսումը անելով ահագին սնուցումը լավացնում ես, թեթևացնում ես վիճակը, գնում ես քնելու։ Առավոտը նույն բանը, նույն վարությունը անում ես, մի 3-4 րոպե, փաստորեն ինքդ քեզ մի հատ կենտրոնանալով, իմջալից ինքը հետաքրքիր է, որ յոգիներն էլ դրա մասին ունեն խոսակցություն, պատմություններ, որ ինքը ահագին լավացնում է լիմբիկ համակարգը։ Հա, եւ անցնել քո առօրյա գործին, այսինքն այն ֆիզկուլտուրաներից մեկն է, որ կարելի է անել քունքսորձունտային հոդի հետ շատ էֆեկտիվ է։ Ցավերը մեղմացնում է, հանգստացնում է, քնելուց առաջ էլ բավականին շուտ քնելու վրա ազդում է։ Հա, լարվածությունը իջնում է, լարվածությունը իջնելուց մանավանդ քունը լավանում է։ Օրինակ ես որ ասում եմ պետք է նման բան անեն, ասում եմ բերանը բացել, փակելով անեն։ Այցիկից առաջ ուղղակի բերանը բացեն, փակեն։ Մատը դրած իրենք կգտնեն։ Նույն մերսումն է։ Հա, ու նույն մերսումը իրականացնեն ու ցավերի դեպքում պացիենտները նման մերսումներից հետո ահագին ավելի լավ են իրենց զգում։ Իհարկե զուգորդված դեղորայքային թերապիայով շատ լավ արդյունք է տալիս։ Ամեն դեպս գոհ են։ Ասա որ մեկ-մեկ դեղորայքի կարիք էլ չի լինում այդ դեպքում։ Շատ է լինում որ դեղորայքի կարիք չի լինում։ Առաջի շաբաթվա ընթացքում մի քիչ ցավային ֆոնը մեղմացնել, հակաբորբոքային էֆեկտ իրականացնել, մերսումների հետ ահագին լուծվում է հարցել, վիրահատության չենք հասնում։ Բայց օրինակ վիրահատությունները ոնց է պատկերացնում։ Ճիշտ է նման դեպքերում էնդոսկոպով իրականացնել, փոքր կտրվածքով, մինիմալ ինվազիվ միջամտություն իրականացնել, թե ծավալում, բայց ռադիկալ, բայց վերջնական լուծում տալ խնդիրներին։ Ես հասկացա, որ դու ուզում ես սադրես ինձ։ Այո։ Իհարկե կախված է ծավալներից։ Բերանի բացման սահմանափակման կամ շարժումների, ստորին ծնոտի այդպես ավելի ճիշտ ասեմ, սահմանափակումներից, տևողությունից պատճառից ինչի պատճառով է զարգացել, եթե ուռուցքներ չեն, եթե պոստտրավմատիկներ չեն եւ այլն։ Իսկ եթե հակառակը այդպիսին են, իհարկե մեծ ծավալի վիրահատության ժամանակ էնդոսկոպն օգտագործել իմաստը կորում է։ Ամբողջ տեսադաշտը բաց է, կարող ես դաշտի վրա արխային աշխատել, եթե փոքր ծավալի միջամտություններ են, կապանների սահմանում, չգիտեմ, սկավառակի սահմաններում միանշանակ էնդոսկոպով փոքր կտրվածք, հասար տեղ, տեսար ինչ միջամտություն պետք է անես, ավարտեցի դուրս եկար։ Իմիջիալից ասեմ, որ Հայաստանում դեռ այդքան շատ չեն օգտագործում քունքսորձունտային հոդի սրսկումները, այդպես ժողովրդական լեզվով ասեմ սրսկումները, բայց իմաստն այն է, որ բավականին ռեզուլտատներ կան եւ հակաբուրբոքային միանգամից տեղում թերապիաներ անել, հիալուրոնաթթվի ուրեմն ներարկում անել, բավականին լավ ազդեցություն է ունենում քունքսորձունտային հոդի հետ։ Ժամանակն է արդեն Հայաստանում սկսում է զարգանալ, կան մասնագետներ։ Զարգանում նրա հաշվին նաև, որովհետեւ մարդիկ երևի նախորդ 20 տարիների ընթացքում հենց ատամի խնդիր էին ունենում, չեն էլ մտածում երևի շատերը բուժելու մասին։ Հանի ատամը թող գնա, ինչ ա եղել որ։ Հիմա գումարվել է դրան ուրիշ բան։ Հանի ատամը իմպլանտիր։ Իմպլանտիր, հա, բայց գոնե տեղը լրացնում ես ինչ որ բանով։ Բայց բուժարունները շատ ժամանակ մոռանում են դրա մասին, տարիներով ապրում են, քունքսորձունտային հոդի ֆունկցիաների խանգարում է լինում, ցավերով արդեն գալիս են ու մեծ տարիքում ավելի ու ասում են ցավում է։ Ու այլ բան չես կարող անել շատ։ Ցանկացած պարագայում, երբ պացիենտը եկել է դիմացինային վիրաբույժի մոտ, իմ կարծիքով, եթե որևիցե բան ինքը տեղից վերցրած չի գնալու բժիշկի մոտից, գոնե պետքա գնա ատամների եւ ծամողական, չգիտեմ, ֆունկցիայի ճիշտ խնամքի գիտելիքներով։ Անկախ նրանից ինչ խնդրով է եկել ինքը,
պետք է ուշադրություն դարձնել ատամների մաքրությանը, սովորացնել ճիշտ ատամները մաքրելու եղանակը, տարբերակը, դրա կարևորությունը տալ եւ դարձնել իրան քո հետևորդը այդ առումով, որ ինքը վաղվանից մյուս օրվանից կզգա, որ իսկական այդ բերանի խոռոչի հիգիենան ինչքան մեծ նշանակություն ունի։ Շատ մարդիկ մտածում են, որ եթե իմպլանտ են դրել, դա մետաղին ինչ պետք է լինի, որ ինի ոսկորեր քայքայվեց, մաշվեց, էսի իրոք հենց տենց էլ արտահայտվում են բուժառուները, լսած կլես, բայց իրականում իմպլանտի մետաղը շատ ավելի խոցելի է ինֆեկցիայի դեմ, հիգիենայի, վատ հիգիենայի պատճառով, քան թե քո բնական հյուսվածքը։ Դրա համար եթե հատկապես իմպլանտացիա ենք տանում բուժառուին, մինչև չհամոզվենք, որ ինքը հիգիենային հետևելու է, իմպլանտ պետք չի անել։ Միանշանակ։ Մի անգամ դեպք հիշեցի, ընդհանուր անզգայացմամբ երկու միջամտություններ կատարվելու, երկրորդ միջամտությունը բերանի խոռոչում ատամների իմպլանտների տեղադրումն էր։ Բերանի խոռոչի հիգիենան ասել գոյություն չունի, ուղղակի նշանակում ոչ իման չասել։ Այդ կեղտոտ դաշտում դրեցին իմպլանտները։ Չի կարելի։ Ես այդ շոկի մեջ ասում եմ, ինչ եք անում, բայց դե ձեն չես կարող անես, ճիշտ չի։ Ասի մեկ վարքյան, մի հատ իմ ձևով մշակեցի, անընդհատ մշակում էի, օգնում էի, բայց շատ լավ արդյունք վերջում ստացավ տվել մարդը։ Հիգիենային հետևեք ժողովուրդ ջան։ Իհարկե, հիգիենային պետք է հետևել, պետք է սկսել հոգու հիգիենայից, պետք է սկսել խոսքի հիգիենայով, պետք է մարմնի հիգիենան ամեն օր մեծ առողջություն եւ ամենակարևոր եթե իմնաս երեխաներին դաստիարակելու համար ամենալավ մեթոդը քո հոգու հիգիենան է, քո մարմնի հիգիենան է, քո խոսքի հիգիենան է եւ ինքը քեզ կնմանվի դաստիարակելու կարիքն էլ չի լինի։ Խռմփոցներից մի քիչ խոսենք, մարդիկ ֆունկցիոնալի հետ ամրակցվելով իհարկե, մարդիկ տարիներով խռմփացնում են, վատ են շնչում, ձեռք են բերում քնի ապնոյ, հետո չեն էլ բուժվում դրա հետ կապակցությամբ։ Ոնց անենք, որ այդպիսի մարդիկ գան, չվախենան, ինչ միջոցառումներ ունենք։ Շատ հետաքրքիր նազալոգիա, շատ հետաքրքիր խնդիր է խռմփոցը, ապնոեն եւ այստեղ 3 մասնագետ ունեն անելիք, 4-րդը արդեն իր գործը չի արել կամ 4-ի մասնակցությունը չի եղել, դրա համար էս 3 արդեն ունեն անելիք։ 4-րդ ասածս առաջին հերթին պետքա լիներ, դա դիետոլոգներ։ Հա, որտեղ հիմնականում քաշի ավելցուկն է բերելու այս ամեն ինչին, փափուկ հյուսվածքների, ճարպային հյուսվածքների ավելցուկն է բերելու այս խնդիրներին։ Մյուս 3-ը ովքեր են առաջին հերթին Ավետ ջան, երևի դու էլ կզարմանաս, դա քնի մասնագետն է։ Չեմ զարմանում։ Իրոք իրանք մեծ քնի մասնագետն է եւ քնի մասնագետները պետքա իրանք ուղղորդողը լինեն դեպի այս ուղղություններին։ Երկրորդը իրանք հավասար են գնալու, դա դիմացնոտային վիրաբույժները եւ լոռերն են, երկուսն էլ հավասարաչափ այս միջամտությունը անում են։ Եթե արդեն հասել է վիրաբուժական միջամտության, դա փափուկ քիմքի ծավալների կրճատումն է։ Մի հատ բան նշեմ, որ ստորին ծնոտի դիրքով պայմանավորված այս խնդիրները նույնպես կարող են առաջանան։ Իհարկե։ Ու մարդիկ պետք է նեֆսյան ուշադրություն Իհարկե, ես դե մի հատ շատ լավ ինձ բան հուշեցիր, ասեմ, որ այդ նեֆերտիտի ասածը, որ շատ տարածվել է աղջիկների մեջ, այսօր կանանց մեջ, որ բոլորը անպայման ուզում են նեֆերտիտի կզակը ունենան, չգիտեմ, ֆոքսի այ աչքերը ունենան, լավ, բայց ես նեֆերտիտի մասին ասեմ, եթե ինքը չի ունեցել նեֆերտիտի մոտ կամ այդ գաղափարին մոտ ուրեմն կզակային հատվածը, հա, եւ ծավալային փոփոխություն է լինում, անպայման դա փոքրացնելու է նաեւ շնչառական ուղիները, բացի որ անոթների վրա ազդելու ճնշում է լինելու, մի հատ շնչառական եւ հետաքրքիր է որ նեֆերտիտի արդյունքներում, եթե չափից ավելի արած կամ ոչ համապատասխան, ոչ ցուցումով արած բուժառուին, իրանք ունենում են հետագայում այդ խնդիրը, ապնոյի միջև նույնիսկ հասնում։ Ինչ միջամտություններ կա, առաջին հերթին պետք է քաշ գցել, երկրորդը կան ձայնային վարժություններ, որոնք քիմքը լարող, բարձրացնող, ուրեմն վարակույրի այդ մկանները փափուկ քիմքին զարգացնում են։ Բայց սա սկզբնական շրջանում կանխարգելող որպես չէ։ Այո, իմջոց դա էլ է հիգիենայի մաս։ Իսկ ինչ վարություններ են դրանք։ Դրանք հիմնականում ձայնային վարժություններ են, որոնք քիմքը լայնացնում են, բարձրացնում են, հնչյուններ են ասում, շատ բարձր ձենով։
Ավելի շատ դրանք ֆոնի ատռները մեզ կբացատրեն ճիշտը որն է, չեմ ուզում մասնագիտության մեջ մտնամ, բայց դա նաև օգնում է փաստորեն ձայնի մշակման, եթե ուզում ես ձայնի վրա աշխատել, ավելի խարիզմատիկ ձայն իմանաս, որ այդ ուղղությամբ էլ կարելի է զարգացնել։ Եվ իհարկե քաշի ավելցուկ։ Ես չգիտեմ տենց մարդ, որ ավելորդ քաշ ունենա, եւ ինքը խռմփոց, Մյուսը պետք է այստեղ խոսեմ այն մարդկանց մասին, ովքեր որ եթե ամուսիններ են կնոջ կամ ամուսնու մասին, եթե ձեր ամուսնու մոտ կա տենց խնդիր, ձեր կնոջ մոտ կա այդպիսի խնդիր, եւ գիշերը ամուսին արթնացիր չես շնչում, դրա փոխարեն առավոտը պետք է այդ մարդուն անպայման խոսել, որ ինքը գնա բժշկի, ինքը որովհետեւ չգիտի։ Եվ ինչ ա լինում ապնոյի ժամանակ, փաստորեն ածխաթթու գազի քանակությունը այնքան է շատանում, որ ինքը ստիպված արթնանա կամ սկսի շարժվել, որ նոր շնչի, եւ մի օր էլ այնքան կարթնանա, որ կաթված կլինի շնչառական կենտրոնի, եւ այդ մարդը քնից չի արթնանա։ Հետո միֆեր կպատմեն, որ քնեց չարթնացավ։ Դե մասնագետների խնդիրն էլ կա այստեղ, որ քիչ է խոսվում այս խնդրի մասին։ Մարդիկ երևի չգիտեն նույնիսկ, որ այս խնդիրը լուծելի է, իհարկե վիրահատական տարբերակով մեծամասամբ, եթե շատ ուժած է լինում ֆունկցիան, բայց չգիտեն եւ հենց մեր խնդիրն է առաջինը, որ մենք չենք խոսում շատ։ Սոմնի պարալիչ, չգիտեմ հայերենով ոնց է դա ասում, քնային պարալիչ։ Իմիջիայլից հիմա շատ հետաքրքիր է, որ բավականին շատ մարդիկ դրա մասին սկսել են խոսել։ Եվ այդ քնի պարալիչների մեջ ինքը բավականին մեծ նշանակություն ու տեղ ունի։ Խռմփոցը կամ ապնոեն։ Բայց այն սովորական մարդիկ են ավելի շատ խոսում, քան բժիշկները ցավոք։ Դրա մեջ մի հատ ուրիշ հատված էլ կա, որ չափից ավելի շատ գադջետներից կամ հեռախոսի մեջ օգտվելուց, հոգնած, դիրքից վերջում անջատվում են նոր են քնում, այսինքն բնական բանով ռիթմով չեն մարդիկ քնում։ Սպառնում են իրանց ուշադրությունը, իրանց էներգիան միջև վերջ նոր քնում են։ Այդ էլ ուրիշ բացատրություն կա, որ քնի մասնագետները ավելի շատ կխոսեն, բայց հիմնական խնդիրը, երբ որ նկատվեց բարեկամի կողմից, տնեցիկի կողմից, որ ինչ-որ մեկը խռմփացնում է գիշերը կամ հասել է նրան, որ խռմփացնում է ու մի ինչ-որ որոշ շրջան սկսում է չշնչել, անպայման պետք է դիմել բժշկի։ Կարեն ջան, շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Հուսով եմ մենք էլի նմանատիպ հետաքրքիր զրույցներ կունենանք։ Ես էլ եմ շատ շնորհակալ, շատ կարևոր գործ եք անում եւ մտածում եմ, որ որքան հնարավոր է շատ բժիշկներ եւ հիվանդանոցներ, որոնք ասելիք ունեն, նորություն ունեն, ոչ թե իրանց անձը վերհանելու, իրանց աշխատանքը վերհանելու, այլ բուժառույն հասանելի լեզվով, բուժառույի համար կարևոր ամենօրվա անելիքը բարձրաձայնելու եւ ճիշտ մատուցելու, պետք է այսպիսի հարթակներից կարողանան օգտվել, որի համար շնորհակալ եմ քեզ եւ ձեր ամբողջ թիմին։ Կարեն ջան, որ հրավեր ընդունեցիր ու եկար։ Բաժանորդագրվեք էջին, որպեսզի բաց չթողնեք նմանատիպ այլ հետաքրքիր նյութերը։